Խաղաղություն, քուրեր եղբայրներ, Աստված օրհնե, ուրախ եմ նորից իմ հարազատ քաղաքից մեջ ձեզ հետ Տեր Հիսուս Քրիստոսին պաշտելու, սիրելի Աստծո ժողովուրդ։ Այսօր կուզենամ բոլորս միասին մտածենք, խորենք մի արագի մասին, որ Հիսուս Քրիստոսը խոսեց, անիրավ տնտեսի արագը, սիրելի Աստծո ժողովուրդ։ Սկզբից կարդամ, հետո միասին նայենք, թե ինչ իմաստ ուներ այդ արագը, որ Տեր Հիսուս Քրիստոսը խոսեց իրեն աշակերտների հետ։ Իր աշակերտներին ալսավ հարուստ մարդ մկար, որ տնտեսություն ուներ ու անոր տնտես մներ ու անոր վրա կանգած մը եղավ իրեն, որպես թե ունեցվածքը կփճացնե, ուստի կանչեց զանիգա ու սավ, ինչ այս որ քեզի համար կլսեմ, քո տնտեսությունը հաշիվը տուր, վասնզի այլևս կարող չես տնտես ըլլալ։ Տնտեսն էլ իր մտքի մեջ ասավ, ինչ անեմ, որովհետև իմ Տերս տնտեսությունս ինձանե կառնե, հողագործություն չեմ կրնաներ, մուրալ կամ չնամ, գիտեմ ինչ կնեմ, որբիսի երբ ինձ տնտեսություն են հանե, զիս իրենց տները ընդունեն։ Իր տիրոջ պարտականներին մեկ առ մեկ կանչեց ուսավ անոնց։ Դուն իմ տիրոջս ոչ չափ պարտք ունիս, անիգա էլ ասավ 100 մար ձետ, ասավ անոր գրիչդ ար ու շուտով կրե 50։ Երկրորդին ասավ դուն ոչ չափ պարտք ունես, անիգա էլ ասավ 100 քոր ծորեն, ասավ անոր գրիչդ ար ու 80 կրե։ Տերը անիրավ տնտեսին կովեց։ Ստեղ մեր պահում կանգնենք, սիրելի Աստծո ժողովուրդ, Տերը անիրավ տնտեսին կովեց։ Այսօր ով կուզենա այդպես տնտեսեղներ, որ Տերը իրեն կովեր։ Երևի ոչ մեկս։ Որովհետև երբ որ գնայինք մարդկայնորեն, երբ որ մտածենք այս արագի իմաստը, հաստորեն ինքը գողություն էր անում, ինքը իրեն տիրոջից գողանում էր, իրեն տիրոջ ունեցվածքը ուրիշներին էր պաշտում, բայց Տերը գովեց ինչի համար, շարունակության մեջ, երբ որ կարդում ենք, թե ինչի համար գովեց, անիգա ասավ 100, Տերը անիրավ տնտեսին կովեց, որ խելացությունով երավ, վասնզի այս աշխարհի որդիները իրենց ցեղի մեջ լուսով որդիներից ավելի խելացի են։ Ես ալ ձեզի կսեմ, անիրավ մամոնայից ձեզի բարեկամներ ըրեք, որբիսի երբ անիգա պակսի, ձեզի հավիտենական բնակարանների մեջ ընդունեն։ Հիմա սիրելի Աստծո ժողովուրդ, կուզենամ բոլորս միասին հասկանանք այս արագի իմաստը։ Այս արագի իմաստը վերցնենք սպես։ Պատկերացրեք յամեկս յուրաքանչյուրս մանավանդ եղբայրները, որ տնտես են։ Ունենք տնտեսություն, որ Աստված մեզի տվել է տնտեսություն, ունենք կին, երեխա, ունեցվածք, մեքենա, տուն, ինչ որ ունենք, որ նոր մերը չէ, եթե այդ հավատքով ու այդ հասկացողությամբ եք, այն ամենը մերը չէ, ժամանակավոր է։ Մի օր պիտի գա, որ այդ տնտեսությունը մեր ձեռքից պիտի վերցվի։ Պես է այդպես չէ։ Պես է, չէ՞։ Մի օր պիտի գա, որ այդ տնտեսությունը մեր ձեռքից կվերցվի։ Ուրեմն այս ամեն ժամանակավոր տնտեսության մեջ սիրելի Աստծո ժողովուրդ, եթե եղբայրը կամ քույրը վարվի ճշմարտությամբ, հասկանա, որ իրեն ժամանակավոր է ու պիտի կա ժամանակ, որ ինքը պիտի վերցվի իրենից այդ տնտեսությունը ու ինքը պիտի չունենա տեղ հավիտենական բնակարան, ինքը կվարվի այս անիրավ տնտեսի պես։ Ոչ թե որովհետև գրված է, որ անիրավ տնտեսի վրա երբ որ կանգնած եղավ, ինչի համար կանգնած եղավ, որ կփճացնե տիրոջ ունեցվածքը, կվատնե, կփճացնե։ Հիմա այսօր Աստված մեզի տնտեսություն է տվել, մեզի ունեցվածք է տվել։ Այդ ունեցվածքը, որբիսի մենք չփճացնենք, հաբա այդ անիրավ մամոնայից բարեկամներ հավաքենք,
վարվինք իմաստունի պես, որ այս աշխարհի ժողովուրդ ավելի իմաստուն են, քան լուսով որդիները, որովհետև այդ անիրավ մամոնայից բարեկամներ կհավաքեն, մենք էլ այդ անիրավ մամոնայից կարողանանք Երկնային Երուսաղեմում մեզի համար հավիտենական բնակարաններ հավաքենք, որովհետև ամեն բան ժամանակավոր է, ամեն բան այս երկրի վրա ժամանակավոր է, սիրելի Աստծո ժողովուրդ, իսկ հավիտենական բնակարանը, որ Աստված մեզի համար պատրաստել է, նրա համար պիտի այսօր ջանանք, նրա համար պիտի այսօր մենք աշխատենք, Եվ խոսքը շարունակություն կսե քչի մեջ հնազանդին ավելի շատ պիտի տրվի։ Մեկը իրոք, երկու տիրոջ չի կարող ծառայել եւ մամոնային եւ Աստծուն։ Այսօր սիրելի Աստծո ժողովուրդ, մեր սրտերը հեշտ բանի հետ պիտի կապված չեղնի։ Մեր սրտերը ազատ պիտի եղնի։ Ազատության մեջ է Տերը մեզի կանչե։ Բայց այսօր շատ անգամ մարդը իրեն գցում է կապվածության մեջ, զանազան կապվածության մեջ։ Հիմի սիրելի Աստծո ժողովուրդ, Աստված մեզանից նույնն է պահանջում, այն ինչ որ Իրանն է, մերը չէ, այդ իր ունեցվածքից մենք կարողանանք բաժին հանենք, ոչ թե մտածենք, որ այդ մերն է, հապա երբ որ ճշմարտապես կմտածես, որ դու ժամանակավորապես տնտես ես, ու այս տնտեսությունը մի օրը պիտի կա, որ Տերս է հաշիվ տուր ու այլևս դու էլ տնտես չես, էլ տնտեսությունը քեզանից պիտի վերցնեմ, այդ ժամանակ մենք կվարվենք ավելի խելացիորեն կվարվենք ու այդ անիրավ մամոնայից մեզի բարեկամներ կհավաքենք, որպեսզի հավիտենական բնակարաններ ունենանք երկնային Երուսաղեմի մեջ, սիրելի Աստծո ժողովուրդ, քանի որ գիտենք, որ պիտի ողորմություն ենողը ողորմություն պիտի գտնի, ողորմությունը պիտի պարզենա հետին օրում Տիրոջ առաջին, սիրելի Աստծո ժողովուրդ, այսօր ազատ եղեք, հեշտ բանի հետ սրտերը չկապեք, ոչ մի բանի հետ, որովհետև այդ ինչ որ ունենք, այդ ինչ որ կա, այն ինչ որ Աստված մեզի տվել է, մի օրը այդ ամենը մեր ձեռքից պիտի վերցվի, մեր ձեռքից պիտի վերցվի ու մենք պիտի կանգնենք Աստծո առաջ, ու Աստված մեզնից պիտի պահանջե, այն որ քոնը չէր, այն որ ես էի քեզի տվել, այն որ եկավ քու քույրդ կամ եղբայրդ որ սավ սոված եմ, դու տվեցիր, տեսեցիր գնա խաղաղությամբ, կեր կշտացիր, այն որ ունեիր դու հնարավորություն, որ նոր քուկը չէր, ես էի տվել, Տեր Աստվածը պես պիտի խոսա մեզի հետ, Տեր Հիսուս Քրիստոսը, այն որ իմս էր ու քեզի էի տվել, դու քոնը չէր, իմիցս ուրիշին ինչու բաժին չհանեցիր, Սիրելի Աստծո ժողովուրդ, այս առագի իմաստը հենց սա է, որ կա, ոչ թե սիրելի Աստծո ժողովուրդ, Տեր Հիսուս Քրիստոսը գողին գովաբանեց, ասեց անիրավ տնտեսին գովեց, որ նոր եթե նայենք մամլավորապես ինքը փաստորեն ինքը գողություն էր անում, ինքը Տիրոջից ունեցվածքը, ով որ 100 էր պարտք, ասեց 50 կրե, մյուս տեղը 100-ի տեղը 80 կրե, այսինքն սիրելի Աստծո ժողովուրդ, ինքը տարավ, բայց ինքը իմաստությամբ վարվեց։ Հիմա այսօր մենք կարող ենք նույն իմաստությամբ վարվենք Տիրոջ տնտեսության մեջ, որ այսօր մենք այդ տնտեսության մեջ ենք։ Այդ տնտեսությունը այսօր Աստված մեզի տվել է։ Ունենք այդ տնտեսությունը, այդ հնարավորությունը, անկախ չափից։ Մեկին շատ, մեկին քիչ, մեկին ինչ չափով որ տրված է։ Ամենին իրեն չափով տրված է տնտեսությունը, ամենս ունենք մեր տնտեսությունը։ Սիրելի Աստծո ժողովուրդ, եւ այդ ունեցվածքից, սիրելի Աստծո ժողովուրդ, հիմա այսօր երբ որ որևէ բան դու վերցնում ես ու տալիս ես, դու երեխայիդ բաժնից ես տալիս, կնոջդ բաժնից ես տալիս, քո ընտանիքիդ բաժնից ես տալիս, հենց նույն այդ վիճակն է, որ ասեց իշքան ես պարտք 100 գրե 50, իշքան ես պարտք 100 գրե 80, հիմա այդ նույն վիճակն է, որ դու վերցնում ես այն որ քեզի է տված, բայց քոնը չէ, ուղղակի այդ ընդանուր տնտեսության, այդ ընդանուր տնտեսությունից տալիս ես, բաժին ես հանում, որպեսզի ունենաս հավիտենական բնակարանի մեջ տեղ, երբ որ մի օրն պակսի այդ մամոնան, գրված այդպես է կարել, երբ որ մի օրն պակսի, դու հավիտենական բնակարանների մեջ քեզի ընդունեն, տեղ ունենաս, սա մեր այսօր հավատքի հավաքվելու ամբողջ իմաստը հավիտենական կյանքի համար է,
Ոչ թե այս ժամանակավոր կյանքի համար ենք մենք ստեղ հավաքված։ Ոչ թե Հիսուս Քրիստոս մենք կհավատանք, որ այս ժամանակավոր կյանքի համար, որտեղ առաքյալցի եթե հավատանք Տիրոջը միայն այս կյանքի ժամանակավոր կյանքի համար, մենք բոլոր մարդկանցից խղճալի կլինենք։ Սիրելի Աստծո ժողովուրդ, մենք այսօր հավաքվել ենք, որովհետև Աստված մեզի խոստացել է հավիտենական կյանք։ Հավիտենական, այս ժամանակավորը մի օրում կվերջանա։ Այդ ինչ որ կա, սիրելի Աստծո ժողովուրդ, մինչև անգամ մեր հավրայի հակուսները անձամբ մերը չեն։ Ամեն բան պիտի թողնաս։ Ամեն բան մեկ ակնթարթում պիտի ցկես ու պիտի կանգնես Տիրոջ առաջ։ Վարվինք իմաստունի պես։ Մենք լուսով որդիներն ենք։ Այս աշխարհի մարդիկ ունին այդ իմաստությունը, ինչու մենք այդ իմաստությունը չվերցնենք։ Հետո այսօր այդ իմաստությունը ինչու մենք էլ չկողանանք հասկացողությունը, որ կարողանանք մենք էլ նույն ձևի վարվենք։ Նույն ձևի վարվենք այդ տնտեսության հետ, որ մեզի հիմա տրված է։ Այդ տնտեսությունն որ այսօր մեր ունեցվածքն է, որ Աստված տվել է մեզի ժամանակավորապես։ Կին, երեխա, տուն, մեքենա, աշխատանք, որևէ մի բան, թեկուզ թոշակ, թեկուզ մի բան, որ նորա տված է քեզի, որ նոր տված է ընձի, սիրելի Աստծո ժողովուրդ, փառք Տեր Հիսուս Քրիստոսին, այս էր իմ խոսքիս իմաստը, որ մի ժամանակ, երբ որ չէի հասկացել առագի իմաստը, մտածում էի, ինչպես կարելի է գողին գովել, որ Տերը գովեց անիրավ տնտեսին, որովհետև ես էլ ունեի տնտեսություն, երբ որ այս քաղաքի մեջ կաբրեի ու կմտածեի, այստեղ ձեր եղբայրներից մեկն էր իմ մոտս կաշխատեր, ես կմտածեի, լավ, իմ ունեցածիցս վերցներ, իմ կատս ուրիշին տար, իմ խոդերս բաժաներ ուրիշներին, ես ինչ կարող էի այդ մարդուն գովել։ Այս առագի իմաստը ինձ չէր հասկանում, ես չէի հասկանում այդ առագի իմաստը։ Ինչպես կարելի է անիրավ մարդուն գովես, գող մարդուն գովես։ Բայց այս առագը ունի հոգևոր իմաստ, սիրելի Աստծո ժողովուրդ։ Եթե մարմնի կողմանը նայես, այս առագը անմտություն է, բայց երբ որ հոգու կողմանը գնայես, այդ ժամանակ կհասկանաս, որ Տեր Հիսուս Քրիստոսը ինչ կուզե սորվեցնե իր աշակերտներին, որովհետև այս առագը իր աշակերտներին պատմեց։ Փարիսեցիներին ինչ պատմեց, դպրիներին ինչ պատմեց, ուղղակի հենց սկզբից գրված է իր աշակերտներին պատմեց։ Այսօր մեզի կպատմե, մենք էլ իր աշակերտներն ենք։ Մեզի կսովորեցնե ճիշտ ապրելաձևը, ճիշտ ապրելաձևը, քրիստոնյա վարվելաձևը, որ սիրելի Աստծո ժողովուրդ, ոչ մի բանի հետ սրտերս չկապենք, ոչ մի բանի հետ մենք չունենանք կապվածություն, հապա մտածենք, որ մենք հավիտենական բնակարանների համար վարձք հավաքենք, վարձք, որպեսզի երբ որ մի օրը կա, որ պիտի վերջանա, ու այդ օրը կուկա, բոլոր մարդկության համար այդ օրը պիտի կա, մյոգին մի օրը առաջ, մեկին մի օրը հետո, մեկին մի 10 տարի հետո, բայց մի օր այդ ամեն ինչին վերջ կլինի, բայց դրանից հետո սիրելի Աստծո ժողովուրդ կա հավիտենական կյանք, որի հույսով այսօր մենք հավաքվել ենք։ Բերեք աղոթ կենենք, թող Աստված օրհնե մեզի, բացե մեր միտքն ու հասկացողությունը, որ վարվենք այնպես, ինչպես Աստծո հոգին մեզի կառաջնորդե։ Փառք Տեր Հիսուս Քրիստոսին։ Տիրոջ անունը փառահարվի, քուրս ջան, եղբայրներ ջան, Աստված իրոք օրհնե բոլորիս։ Եղբոր խոսքի վրա մեկ միտք եմ ուզում ասել եւ կանցնեմ բուն մտքին, որ տրված է այսօր խոսել սրտիս։ Քուրս ջան, եղբայրներ ջան, այսօր որ մենք նայում ենք, իրոք մենք շատ անգամ ավելի իմաստուն չենք, քան ստես աշխարհի մարդիկ։ Ամենակարճ Տիրոջ խոսքը Տերը հորդորեց ասելով հետեւյալը. Օծերի պես խորակ է եղեք եւ աղավնուների պես միամիտ։ Աղավնին աղավնու հետ միամիտ է, խորակ հետ չէ։ Մենք այսօր շատ անգամ որպես հարազատներ իրար հետ խորակիտություն ենք բանեցնում, բայց աշխարհի հետ էսպես չէ։ Ասո նպատակը հետեւյալն է, որպեսզի ես եւ դու կարողանանք իրոք ժառանգել հավիտենական կյանքը։ Անիրավ տնտեսի այդ գործնոյությունը չէ, որ Աստված գովեց, այլ իրեն մտածելակերպը։ Այսօր քուրես ջան, եղբայրներ ջան, Աստված ուզում է, որպեսզի ես եւ դու կարողանանք այդ ճկունությունը ունենալ։ Աշխարհի մարդկանց հետ մեկ ուրիշ ծև ենք,
լինում է պարակա, մեկ ուրիշ ծև ենք նայում, հոգևորների հետ մեկ ուրիշ, սա Աստծուն հաճելի չէ, աղավնին աղավնու հետ միամիտ է, այսինքն մեկ միտք, թող Տիրոջ անունը փառավորվի եւ հետեւյալը լինում է պարականներ, երբ որ քարոզի մեջ եղբայրն ինչ-որ բան ասում են, մարդիկ վերցում են ընդամենը մեկ միտքը, այսօր իրոք հարցը ամեն մեկի սեողված, մենք ումն ենք, բոլորիս պատասխանը մեկն է, որ մենք Աստծուն ենք, լավ հարց, եթե ես եւ դու Աստծուն ենք, մեր ունեցվածքը ումն է, այստեղ մենք շատ անգամ կարող ենք ասել նույնը, որ Աստծուն է, բայց ինչ կերպ ենք օգտագործում, Իշքան անգամ ասել եմ, սա ասված թոների, որից է մեկին ամաչացնելու համար չէ, երբ որ քո անհավատ բարեկամը կամ անհավատ թորնիկիդ ամուսնացնում ես, իշքան գումար կամ ինչ նվեր ես տալիս, եղել է, որ թորնիկիդ ամուսնացնես, երկար ժամանակահատված սպասել ես, որ թորնիկդ պիտի ամուսնանա, կամ տղայիդ ես ամուսնացը, հարց եմ տալիս, մի հատ գալիս ասում ես, ասված քեզ օշնի անցնում ես առաջ, իհարկե ոչ, մի հատ լավ նվեր կառնես, այդպես է թե չէ, բայց հարց եմ տալիս, երբ որ եկեղեցու մեջ մեկ ամուսնանում է, ինչ ենք անում, այսօր մենք խոսքով ենք սա ասում, թե մեր ունեցվածքը Տիրոջն է, երբ որ ես հասկանամ ամենակալ Տիրոջ խոսքի հիմքը, այդցև կանեմ, եւ լինում է պարակա, որ տունում են քարոզից մեկ միտք, եղբայրը այսպես ասեց, այո, այդպես ասել է, երբ որ մենք նայում ենք Աստծո խոսքի մեջ գրված է, որ պիտի կանգնես որբևայրու կարիքավորի կողքին, սա է Աստծո պահանջը ամեն մեկիցս, հիշում եք Հիսուս ինչ ասեց, բանտում էի չայցելեցիք, սոված էի հաց չտվեցիք, ծարավ էի ջուր չտվեցիք, մերկ էի չհագցրեցիք, եւ ինչ էր ասում, փոքրերից մեկին արած ինձի արած, սա օրենքն է, Աստծո է, բայց հիմա հարց եմ տալիս, այսօր կա նաեւ մեկ ուրիշ օրենք, որտեղ որ ամենակալասվածին ձև քեզ սորացնում է, եւ սա օրենք է, Աստծո խոսքն է, որը երբեք չի կարող փոփոխվել, Աստծո խոսքի մեջ գրված է, տվողին կտրվի, այսօր մեկը չի տալիս, ինքը պահանջում է, եղբայրս, քույրս, Աստված երբեք իրեն խոսքի հետևից ներողություն խոսքը երբեք ներքև չի գցում, իր խոսքի հետևն է կանգնած, որպեսզի կատարվի։ Մի շատություն դարձեք, Ղուկաս ավետարան 21-րդ գլուխ առաջի համարից կարդակ, այնտեղ գրված է մեկ որբևայրի կնոջ մասին։ Գրված է, որ այս որբևայրի կինը իրեն վերջի ունեցվածքը տվեց, 2 լումա։ Հարց եմ տալիս, չգիտեմ, չեմ այդ ձևի ուսումնասիրել, թե 2 լումայով ինչ կարելի էր գնել։ Իրեն վերջի ունեցվածն էր, հետաքրքիր, ինչի գցեց, որն էր գցելու պատճառը։ Ես հավատում եմ հետևյալին, այս որբևայրին հավատում էր հետևյալ մտքին, Աստծո խոսքին, որ տվողին կտրվի։ Ինչ որ ցանես, այն էլ պիտի հնցես։ Եթե մեկն ես տվե, Աստված 100-ը կտա։ Միշտ մեր մամիկոն եղբայրն ես ասում, եթե Աստծո տան վրա մեկ քար տնես, Աստված քո տան վրա 100 քար կտնի։ Հիմի հարցը հետևյալն է, քույրս եղբայրս ինչի համար ինչ չի տրվում, որն է պատճառը, որտեվ չեմ տվել։ Ուղղակի այսօր պահանջել եմ։ Լինում է պարակա, որ մարդիկ միայն պահանջող են։ Ուշադրություն դարձեք, որբևայրի ամուսին չուներ։ Եվ իրեն ունեցվածքը 2 լումա։ Չգիտեմ, աշխատանք է ունեցել, չունեցել, ինչ կերպ է ինքը իրեն հացը հայտարարել, իրեն վերջի ունեցվածն է, գցում է։ Ընդամենը վստահելով ամենակալ Տիրոջ խոսքին։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, այսօր մենք չենք հավատում եւ չենք վստահում ամենակալ Տիրոջ խոսքին։ Կարդում եմ մեկ համար, որը գրված է մեր բոլորի համար։ Երկրորդ օրինաց 28-րդ գլխի մեջ ուշադրություն դարձեք, կարդում եմ 3-րդ համարից։ Դու քաղաքի մեջ օրհնյալ կլինես, դաշտի մեջ օրհնյալ կլինես։ Օրհնյալ կլինի քո որովայնի պտուղը, քո երկրի պտուղը, քո բոլոր անասունների պտուղը, պտուղը, կովերի ծնունդը եւ ոչխարների թոթերը, օրհնյալ կլինի քո կողովը, քո դաշտը, դու օրհնյալ կլինես մտնելիս, օրհնյալ կլինես դուրս գալիս։ Յովան քո առաջին ջարդել կտա քեզ վրա, վեր կենող թշնամիներիդ։ Նրանք քեզ դեմ մեկ ճանապարհով դուրս կգան, բայց քո արջևից 7 ճանապարհով կփախչեն։ Յովան օրհնություն կուղարկե քեզ շտեմարաններում, քո ամեն ձեռնարկելու բաներում եւ քեզ կորցնե քո Յով Աստվածը, քեզ տված երկրումը։
Մի հարց եմ տալիս, Աստված իր խոսքի հետևում չէ։ Որն է պատճառը։ Այսօր Աստծո խոսքի մեջ գրված է, նախապայմանը սա է, 28-ի առաջի համարից գրված է, եւ եթե քո Եհովա Աստծոյի ձայնին ուշադրությամբ լսես, զգուշությամբ կատարես նրա բոլոր պատվիրանքները։ Աստված այսօր պատվիրում է քեզ, եւ ինք ուզում է, որպեսզի այդ խոսքը դու վստահես, հավատաս։ Խոսքին չենք հավատում, եւ նույն խնդրեմն է։ Ուղղակի ուզում եմ նաեւ այս հորտորը անել շատ անգամ նույն քույրերը, նույն եղբայրները նույն հոգսի համար գրում են, որպեսզի աղոթենք, քույրեր ջան, եղբայրներ ջան։ Աստված պատրաստ է աղոթքին պատասխան տալու, բայց իմի հարց հետևյալն է, ինչի աղոթքին պատասխան չկա, որն է խնդրեմը։ Կարդում եմ մեկ համար, որը գրված է Առակաց գրքի մեջ 15-րդ գլխի 29 համարում Սողոմոն հետևյալն է ասում. հեռու է Տերը ամբարիշներից, բայց լսում է արթարների աղոթքը։ Եղբայրս, քույրս, ինչպիսին է արթարը։ Արթարը Աստծո խոսքը կպահի, թե չէ։ Արթարը Աստծո խոսքին կվստահի։ Այսօր ես չեմ վստահում Աստծո խոսքին։ Եվ ուզում եմ, որպեսզի Աստված իմ աղոթքին պատասխան տա։ Պատասխանն էլ չեղավ։ Մենք նեղվում ենք ամենակալ Տիրոջից։ Եղբայրս, քույրս, այսօր Աստված ուզում է, որ ես եւ դու կարողանանք հասկանալ այս առակի բուն նպատակը։ Այսօր մեզ պետք է, որ կարողանանք իրոք խորակետ լինենք։ Աստված այդ իմաստությունը տվել է։ Եվ ես շատ անգամ հիշում եք, այդ մասին խոսում եմ, որտեղ որ ամենակալ Աստված իրեն թղթերի մեջ հիշեցնում է հետևյալ, որ Մովսես իր մոտ կանչեց անձնավորությունների։ Գրված է Մովսես կանչեց Բեսելին, Ողիաբին եւ ամեն սրտով իմաստուն եղողներին։ Հիմի հարցը հետևյալն է, այդ մարդիկ ինչ իմաստություն ունեն եւ որն էր պատճառը, որ անձնավորությունները եկան եւ Աստված այդ մարդկանց օգտագործեց։ Այնտեղ գրված է միտքը հետևյալ կերպ է ասում ամենակալ Աստված, որոնց սրտի մեջ Աստված իմաստություն դրեց։ Ում սրտի մեջն է Աստված դնում իմաստություն։ Շարունակության մեջ գրված է, որոնց սիրտը փափակեց գործի մտնել եւ գործե նրան։ Հիմի հարց եմ տալիս. եթե գնաս մի հատ լավ հոգեվոր անձնավորության մոտ աշխատես, լավ աշխատես, քեզ լավ կվճարի, թե չէ։ Իսկ ինչ ես մտածում, այդ մարդը Աստծուց բարձր է։ Եթե դու Աստծոյի այգու մեջ աշխատես, Աստված կվճարի, թե չէ։ Ինչի չի վճարում, որն է պատճառը։ Ինչ այսօր աղոթքին պատասխան չկա։ Չէ՞ որ ինք ամենակալ Աստված ասում է, խնդրողին կտրվի։ Ինչ ես խնդրում, եւ պատասխան չկա, որն է խնդրեմը։ Խնդրեմ հետեւյալը, որ ես եւ դու արտար չենք։ Իսկ վստահ եմ, արտար մարդը կհավատա Աստծո ամեն մեկ խոսքին։ Այսօր ունենք խնդրեմ, եւ սրա համար կուզեի, որպեսզի մենք լուրջ մտածենք, ժամանակահատվածն է, որ ես եւ դու կարողանանք մտածել այնպես, ինչպես որ Աստված ուզում է։ Խորակետ լինենք։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, երկիրը մեկ օրվա մեջ փոխվում է։ Մենք չգիտենք մեր հետական վաղը ինչ կլինի։ Եվ երբ որ մենք կարդում ենք Սուրբ Գրքի մեջ ամենակալ Տիրոջ խոսքն ինչ է ասում, պատրաստվիր Տիրոջը դիմավորելու։ Այսօր պատրաստ ենք, թե չէ։ Եթե Տերը կա, հարց եմ տալիս, ինձ եւ քեզ է ուղված այս հարցը։ Եթե Տերը կա, ինչ է ասելու։ Պավլիկ եղբայրը միշտ օգտագործում է Նարեկացու այդ խոսքերը, որ ասում է. «Վայ ինձի որ գալիսյանը դոր ասես, ես քեզ բնավ չեմ ճանաչում»։ Այսքան տարի մենք թողել ենք աշխարհը եւ հանկարծ գլխի կոր կանգնենք Աստծո առաջ։ Սա համար քուրս եղբայրս Աստված ուզում է, որ ես եւ դու կարողանանք լուրջ մտածել այս մասին։ Եվ այսօր խոսքից բուն հիմքը փոխզիջումն է։ Այսօր մենք շատերս փոխզիջման ենք գնացել։ Այսօր մեր կյանքի մեջ, շատ շատերիս կյանքի մեջ Աստծո խոսքը հետին պլան է մղվել։ Եվ ես կուզեի, որպեսզի ես եւ դու կարողանանք սա տեսնել։ Երբ որ մենք կարդում ենք Առակաց գրքի մեջ գրված հետեւյալ տողերը, 22-ի 28 համարի մեջ ամենակալ Աստված հետեւյալ միտներ ասում. «Մի շարժիր տեղիցը վաղեմի սամանանշանները, որ շինել են քո հայրերը»։ Այսօր փոխվել է, գիտեք, այդ վիճակը։ Ուղղակի ես ուզում եմ, որ ես եւ դու կարողանանք տեսնել սա եւ գիտակցենք։ Երբ որ մենք նայում ենք Սուրբ Գրքի մեջ, ուշադրություն դարձեք, միշտ անդրադարձել եմ այդ վիճակին,
Երբ որ Մովսեսը Իսրայելին դուրս են հանելու Եգիպտոսից, փարավոնը ամեն միջոցներ ձեռնարկեց, որպեսզի դուրս չելնեն։ Վերջնակետում հասավ մեկ կետ, որ ասեց. դուրս էլ ժողովրդով ամեն մեկով երեխաներով, բայց ձեր անասունները չտանեք։ Ընդամենը հակառակորդի մեկ նպատակը կար, որ Մովսեսը Աստծո ամբողջ ասածը չաներ։ Աստված պատվիրել էր, որ դուրս պիտի ելնեին, անասունները դուրս պիտի անեն, միևնույն ժամանակատված պիտի եգիպտացիներին կողոպտեին։ Մովսեսը համառություն արեց։ Մովսես չգնաց փոխզիջման։ Եվ երբ որ մենք կարդում ենք Ելիս 10-րդ գլխի մեջ 25 համարի մեջ գրված է. Եվ Մովսես ասաց. դու պետք է մեր ձեռքը զոհերը եւ ողջակեզները տաս, որ մեր Յովասուն մատուցանենք։ Եվ մեր հոտերն էլ գնան մեր հետ, նրանցից մեկ քրշակ պիտի չմնա։ Մովսեսը ոչ թե համառություն արեց, Մովսեսը հասկանում էր հետեւյալը, որ եթե ինքը Աստծո խոսքը ինչ որտեղ թողնի, Աստված իրեն չի օժնելու։ Ուղղակի կուզեմ, որպեսզի մեկ պահ դու տեղափոխվես այդ ժամանակահատված, Մովսեսի հետ լինես։ Եվ հանկարծ փարավոնն ասում է գնացեք, ես կամ դու լինեիր կանք չգիտեմ ով, երևի գուցե մտածենք Մովսես ելնենք։ Աստված կօրհնի, անասունն էլ կտա, ամեն ինչն էլ կտա, միայն թե գերությունից դուրս ելնենք։ Չէ, Մովսեսը այստեղ չէր հասկանում։ Մովսեսը արդար մարդ էր։ Արդար, որ հավատում էր Աստծո խոսքին։ Եվ փոխզիջման չգնալու հետևանքով է, որ Աստված օրհնեց։ Կարմիր ծովը բացեց, մանանան կերակրեց, լորամարկիներ ուղարկեց, անապատի մեջ երեխան ծնվում էր, հագուստը հագնում էր, երեխա հետ մեկտեղ մեծանում էր հագուստը։ Ինչի հետևանքով, որ Մովսեսը Աստծո խոսքը պահել էր։ Այսօր ինչի քո աղոթքին պատասխան չկա, որն է պատճառը։ Այսօր շատ անգամ աղոթում ես, քույրս, եղբայրս, ամենակալ Աստված ուզում է, որ դու վստահես եւ հավատաս իրեն խոսքին։ Հոբը հիվանդության մեջ էր, բայց այս անձնավորությունը հավատում էր մեկ բանի։ Շատ անգամ կրկնվել է այս խոսքերը 6-րդ գլխի 10 համարի մեջ գրված է, որ ասում էր, որ չեմ ուրացել Սուրբի խոսքերը։ Եվ ուշադրություն դարձրեք 19, 25, 26 համարներն եմ կարդում։ Իսկ ես գիտեմ, որ փրկիչս կենտանի է։ Եվ նա վերջը պիտի կակնի հողի վրա։ Իմ մորթը այսպես թափելուց հետո այն ժամանակ իմ մարմինիցը տեսնելու եմ Աստծուն։ Ինքը բժշկված չէր, բայց ինքը հավատում էր սա։ Քույրս, եղբայրս, այսօր Աստված ուզում է, որպեսզի ես եւ դու կարողանանք վստահել հավատալ։ Այսօր մենք փոխզիջման ենք գնացել Աստծո խոսքի վրայով։ Մենք շատ անգամ Աստծո խոսքը դնում ենք մեկ կողմ։ Սիրելիս, քո կյանքի մեջ օրհնություն բերող ամենակալ Տիրոջ խոսքն է։ Եվ երբ որ մենք կարդում ենք Սուրբ Գրքի մեջ, Պողոս առաքյալն ինչ էր ասում, որ խոսքը բարձրանա եւ փառավորվի։ Միսակ Սեթրակ Կապետնակովը երիտասարդ կյանք չէին տեսել։ Եվ հանկարծ կանգնել են կրակի հնոցի առջև։ Դանել, որը նույն երիտասարդն էր, գիտեք։ Հրովարտակ է ստորագրվել, որ որից է մեկ մարդ իրեն ասում մեկ ամսվա ընթացքում պիտի չփառավորի, պիտի չաղոթի, չպիտի փառաբանի։ Բայց երիտասարդը ոչ թե լուսամուտները կոծեց, այլ բացեց դեպի Երուսաղեմ։ Ինքը փոխզիջման չգնաց։ Այսօր մենք շատ անգամ փոխզիջման ենք գնում։ Երևույթին մարդկանց սիրելիս, փոխզիջման հետևանքով դու անարգում ես ամենակալ Տիրոջ խոսքը։ Եվ հարց եմ տալիս, եթե անարգում ես, Աստված աղոթքիդ պատասխան կտա։ Իհարկե ոչ։ Եվ Աստված այսօր ուզում է, որ մենք կարողանանք այդ հիմքի վրա հաստատուն մնալ։ Ուշադրություն դարձրեք, Պողոս առաքյալը հորդորում է Տիմոթեոսին, եւ որն է հորդորի բուն նպատակը։ Կարդում եմ առաջի Տիմոթեոս 4:12 համարից. Ոչ ոք քո մանկությունը չանարգե, այլ օրինակ եղիր հավատացյալներին խոսքով, վարկով, սիրով, հավատքով, սրբությունով։ Միջև որ կա միտքը դիր կարտալուն, հորդորմունքին եւ վարտապետությանը։ Եվ 16-րդ համարի մեջ գրված է. զգուշ կաց անցիդ եւ վարտապետությանդ։ Եվ դրանում հարատևիր, որտեվ այդ անելով քո անցնել կապրեցնես, քեզ լսողներին է։ Այսօր փոխվել է իրավիճակը։ Վարտապետությունը սկսվել է մեկ կողմ։ Մենք ժամանակակից ենք։
Քուրս ջան, եղբայրներ ջան, Քրիստոս երեք այսօր հավիտյանս նույնը նաև իրեն խոսքը։ Ես այդ միտքը բազում անգամ ասել եմ, սովետական միության համար խոսում էր, որ սովետական միությունը ամենահզոր պետությունն էր, իրականում իրոք հզոր էր։ Եվ կապիտալիստական երկիրները ամեն ինչ արեցին, որպեսզի փլուզեին, ոչ զենքով կարողացան վախեցնել, ոչ որից մեկ բանով, մեկ անձնարարություն խելացի մոտեցավ։ Եվ ղեկավարների հետ հայտարարություն եղավ հետևյալը, կհանդիպենք մեկ դեպքում, երբ որ քո ժողովրդին տաս ազատություն։ Ազատություն տրվավ մեկ ժողովրդի, որը չկարողացավ այդ ազատություն օգտագործել եւ այդ ազատության հետևանքով փլուզվեց սովետական միությունը։ Այսօր հակառակորդն ուզում է բերել աշխարհի այդ ազատությունը մտցնել եկեղեցի։ Հետաքրքիր է, Սողոմոն իմաստունը հազարամյա առաջներ հետևյալն ասում, մի շարժի տեղիցը վաղեմի սահմանանշանները, որ շինել են քո հայրերը։ Հիմի հարց հետևյալն է, ինչու համար հայրերը այս վարտապետությունը կամ այս միտքը բերել տվել են մեզ, որն է պատճառը։ Այսօր Հայաստանը ունի օրենքներ, բայց ամեն մեկտուն իրեն օրենք ունի։ Եվ նայում ես ծնողը խստությամբ երեխա հետ վարվում է, ինչի, որն է պատճառը, երեխային չի սիրում։ Իր նպատակը երեխային չկորցնելն է։ Տարիներ առաջ ես վկայել եմ Միացյալ Նահանգներում, ես այդ տուն եղել եմ, այդ եղբոր վկայություն եմ պատմում, երեխան ծառից ընկել էր, աչքի տակը կապտել էր, չգիտեմ ինչ էր եղել, հիմի դպրոց է գնացել, այնտեղ դասատուները հասնում են ով է ծեծե, պապան թե մաման։ Մի 10 օր իրար հետևից էս ուսուցիչը ամեն կերպ ուզում է երեխայի բերանից դուրս գա կամ պապան կամ մաման։ 3 հոգով այդ սոցիալիստ գալիս են այդ եղբոր տունը, վերջ ասում են ով է երեխային ծեծել, ասում է երեխային ես չեմ ծեծել, երեխան ծառից ընկել է։ Եվ երկրորդը ասում է եթե ես երեխային ծեծածը լինեմ, իմ երեխան է, ես երբեք սխալ արած չեմ լինի։ Որտեղ Սուրբ գրքի մեջ, երբ որ մենք կարդում ենք Սողոմոն իմաստունը 23-րդ գլխի 13-րդ համարից ասում էր. երեխային մի խնայիր խրատ, որովհետև եթե նրանք ավազանով ծեծես չի մեռնի։ Եվ վերջ Աստծո խոսքի վրա է գնում խոսակցությունը 3 հոգի են, 1 կին եւ 2 տղամարդ։ Այն կինը լաց է լինում, այն տղամարդն ասում է, եթե մենք վարվեինք Աստծոյի խոսքով, մեր երեխաներին չենք կորցնի։ Քուրես ջան, եղբայրներ ջան, այսօր մենք փոխզիջման ենք գնացել։ Այսօր հակառակորդի նպատակը այդ ազատությունը բերել մտցնել եկեղեցի, ազատություն փակագծերի մեջ։ Եբրայեցիս թղթերի մեջ հիշում եք, սա գրված է 11-րդ գլխի 35 համարի մեջ։ Կանայք իրենց մեռելներ ընդունեցին հարությունից, ուրիշները խիստ չարչարվեցան ազատությունը չընդունելով, որ լավագույն հարությանը հասնեն։ Այսօր աշխարհը ինչ ազատություն է տալիս։ Այսօր դուք տեսնում եք այդ ազատությունը, բղծության։ Լինում է պարակայ, որ խոսում ենք, ասում ենք, մեր ժամանակ հատվածում այս ծևի բան չկար, կար նամուս, կար թասիբ, կար մաքրություն, կար վախ կամ չգիտեմ հարգանք, ամեն ժամանակ հատված բղծություններ եղել է։ Ինչի չեն երևաց է, որովհետև հասարակությունը դեմ է եղել։ Բայց այսօր նայեք այս բղծությունը դուրս է եկել, ինչի համար, որովհետև հասարակությունը դեմ չէ։ Քուրես ջան, եղբայրներ ջան, այսօր ամենամեծ խնդիրը մենք փոխզիջման ենք գնացել Աստծո խոսքի վրայով, վարտապետության վրայով։ Եվ ինքը ամենակալ Աստված ուզում է, որպեսզի ես եւ դու այդ փոխզիջման չգնանք, կարդամ մեկ համար ուշադրություն դարձրեք, սա գրված է մեր բոլորի համար։ Սա 3-րդ Թագավորաց 21-րդ գլխի մեջ գրված տողերն են։ Ուշադրություն դարձրեք, կարդում եմ 1-ից մինչև 3-րդ համարները։ Այս բաներից հետո Եզրայելցի Նապոֆտը մեկ այգուն էր։ Եզրայելում Սամարիայի թագավոր Ակապի պալատի մոտ։ Եվ Ակապը խոսեց Նապոֆտի հետ ասեց. «Տուր ինձ քո այգին, որ ինձ համար կանաչեղենի պարտեզ լինի, որտեվ նա մոտ է իմ տան կշտին, եւ ես քեզ մեծ այգի կտամ, նրա տեղը նրանից լավ։ Եթե հաճել է քո աչքին, քեզ նրա կինը արծաթ տամ»։ Եվ Նապոֆտն ասաց Ակապին. «Քավլիցի, ինձ տերից է, որ ես իմ հայրերի ժառանգությունը քեզ տամ»։ Եղբայրներ քույրեր, ուշադրություն դարձրեք, կարդում եմ Եսայի մարգարության 5-րդ գլխի մեջ
գրված հետևյալ տողերը, որտեղ որ ամենակալ Աստված ինչ է ասում այգու վրայով։ Եսայի մարգարություն 5-րդ գլուխ 7-րդ համար, որտեղ զորաց Տիրոջ այգին Իսրայելի տունն է։ Այսօր ինչ էր ուզում անել։ Վերցնել Տիրոջ տունը եւ դարձնել մեկ ուրիշ բան։ Ինչ էր ասում։ Դուր որպեսի կանաչեղենի պարտեզ շինեն։ Այգին եւ կանաչեղենի պարտեզը տարբեր են։ Առաջարկությունն ինչ էր։ Ավելի մեծ տարածք ավելի լավ է, գումարած սրան գումար, բայց ինքը նապովտը փոզիշման չգնաց։ Այսօր մենք փոզիշման ենք գնաց։ Թողել ենք ամենակալ Տիրոջ խոսքը։ Այսօր մեր սրտի մեջ, որպես Աստծո ինչն է տիրում։ Այնտեղ Տիրոջ այգին է, թե կանաչեղենի պարտեզ։ Քույրս, եղբայրս, ուղղակի խնդրանքս հետևյալն է, եւ ինքը ամենակալ Աստված ուզում է, որպեսզի ես եւ դու միջև վերջ հավատարիմ մնանք։ Ուզում է, որպեսզի մենք վարտապետությունը ամուր պահենք։ Այսօր նայում ես աշխարհը այդ բխծության մեջ է։ Տարիներ առաջ ճամփարում եկել էին մարդիկ ստուգման, վերջը եկան ասեցին քրի շեփար, եկել են ձեզ են հարցնում, ինչևից է։ 3 հոգի էին։ Եկանք նստանք սենակում, սուրճ խմեցինք, ինձ հարցնում եք, քանի հոգի կա ճամփարում, ասացի 700-ից ավել է։ Իրար երես նայեցին, ժպտացին, մեկ ասեց հավատացյալը սուտ խոսի, ասի որից է մեկ իրավունք չունի սուտ խոսել, ասում է, բա երեխեք ուր անեն։ Ասի իջնենք ներքև ցույց կտամ։ Իջանք ներքև, դահլիճ երբ որ բացեցի, 10-ի ժամանակն էր, 700-ից ավելի երիտասարդներ նստած, այս մարդիկ ներողություն խնդրեցին, ասի գնանք ճաշարանում է հասկուտեք, նոր կգնանք։ Երբ որ վերջացավ, 10 երեխաներ արդեն դուրս են, սրանց հետ դուրս ելա, իրար նայեցին եւ նայում են մեր երիտասարդներին, ասես կուզես ոստիկանությունից մարդ ուղարկենք, որ այստեղ հսկեն, ասեմ ես հսկել պետք չէ։ Մեկը մոտեցավ ինձ ասես մի հատ խնդրանք ունեմ, ասես կարող եմ կնոջ սու աղջիկներիս էլ ուղարկեմ։ Ինքը տեսավ հակու կապը, արտակինը, մոտեցման ձևը։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, լինում է պարակա մարդիկ ասում են Աստված մարդու սրտին է նայում։ Հարց եմ տալիս։ Այդ արտակինը որտեղից է գալիս, սրտից թե։ Այսօր Սատանան համոզել է մարդկանց։ Ուշադրություն դարձեք, երբ որ Տիմոթեոսի թղթերի մեջ կարդում ենք, ամենակալ Աստված խոսում է մեկի մասին։ Հիշում եք Պողոս առաքյալը Տիմոթեոսին նամակ էր գրել, ասում է շտապիր ինձ մոտ կար, ինչի համար, գրված հետևյալը։ Շտապիր շուտով ինձ մոտ գաս, որտեղ Դեմասը թողեց ինձ, այս աշխարհը սիրեց եւ գնաց Թեսաղոնիկե։ Դեմասը ոչ թե աշխարհը սիրել հասկացողության մեջ, ասեց Աստված չկա, ոչ աշխարհը մտցրեց եկեղեցի։ Եղբայրս, քույրս, ուղղակի խնդրանքս հետևյալն է, որ այսօր իմ եւ քո մեջ առաջնային լինի Աստծո խոսքը։ Դու որպես Աստծո տուն, Աստծո տաճար, Աստծո այգի քո մեջ ամենաառաջնայինը պիտի լինի Աստծո խոսքը։ Այսօր Սատանան ամեն կերպեր բերում է մեկ վիճակի, որպեսզի Աստծո խոսքը առամարվի կամ ընկնի ներքև։ Ուղղակի մի հատ բան եմ ուզում ասել, Թաթոս եղբայրս սա կհաստատի, Եվրոպայում, Միացյալ Նահանգներում այսօր մարդիկ միսը կիսահում են ուտում։ Շատերը մտածում են, թե մի ճաշակի հարց է, քիմքի հարց է։ Քիշեք առաջ անգամ ով որ զեյթունը կերել է, ինչքան տհաճ էր, չէ՞։ Կամաս 1-2 արդեն հաճելի դառավ։ Սատանայի նպատակը ոչ թե կիսահումն է Աստծո խոսքի անկման վրայով էր, ապու նպատակ Աստծո խոսքը նսեմացնելու։ Աստծո խոսքի մեջ գրված է՝ միսը այրունով չուտեք։ Բայց այդպես համով է։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, ուղղակի խնդրանքս հետևյալն է, որ ես եւ դու այսօր կարողանանք լույս մտածել այս մասին, եւ ես կուզեի խորենք հետևյալի մասին։ Ուշադրություն դարձեք Պետրոսը, Հովանու ավետարան 13-րդ գլուխ 9-րդ համարն էր, երբ որ Տեր Հիսուս Քրիստոսը մոտեցավ Պետրոսի ոտքերը լվանալու, Պետրոսն ինչ ասեց. «Քավլիցի, Տեր, որին ոտքերը լվաս»։ Հիսուսը ինչ ասեց. «Եթե չլավանամ, ինձ հետ մաս եւ բաժին չունես»։ Պետրոսն ինչ ասեց. «Տեր, ոչ միայն իմ ձեռքերը, ոտքերը ներողություն,
այլ ձեռքերը եւ գլուխը։ Սա խորհուրդ ունի ձեռքի եւ ոտքի գլխի։ Բայց ուղղակի միտն եմ ուզում, որպեսզի պարզ նայենք։ Եթե այս ժամանակահատվածում Պետրոսը լիներ եւ ասեին. Պետրոս եղբայր, կարմիր գույնի սարոշկա մի հագի, կասեր կանաչն է չեմ հագնի, կապուտն է չեմ հագնի։ Այսօր ասում ես եղբայրս, այս բանը մի արա, քույրս այս բանը մի արա, որտեղ է գրված։ Պետրոսը չասեց, որտեղ է գրված եւ ինչու համար։ Ինքը պատրաստ է փոխզիջման գնալ ամենակալ Տիրոջ խոսքի վրայով, Աստծուն եւ ոչ թե հակառակորդին։ Այսօր մենք փոխզիջման ենք գնացել։ Երբ որ մենք նայում ենք Պողոս առաքյալի կյանքին, Ֆիլիպեցիս 1:21-ում հետեւյալն էր ասում. Ինձ համար կյանքը Քրիստոս է, մեռնելը շա։ Եվ այս անձնավորություն ուշադրություն դարձեք մարմնավորությանը մեկում գցելով փոխզիջման գնալով ամենակալ Տիրոջը լոկ իրեն փրկության համար ինչ ասեց, ինչ բան որ ինձ օգուտ է վնաս սեպեցի Քրիստոսին շահելու համար։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, այսօր մենք մարմնավորության մասին ավելի շատ ենք խորը մտածում, քան հոգևորության։ Չգիտեմ, այսօր ես կուզեմ, որպեսզի լուրջ ուշադրություն դարձնենք։ Կամաց մենք փոխվում ենք, նմանվում ենք աշխարհին։ Հռոմեացիս 12-ի երկրորդ համարի մեջ գրված է, ինչ է ասում ամենակալ Աստված. մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այլ նորոգվեցեք ձեր մտքի նորոգությամբ, որ դուք քնեք ինչն է Աստծո կամքը, աշխարհի կերպարանք։ Առաջի հայացքից մեր այս խոսքը, որ մենք կարդում ենք, բոլորի առաջի մտածելակերպը հակուկապն է, հակուկապին էլ է վերաբերում, բայց առաջինը մտածելակերպի մասին է։ Մենք աշխարհի կերպես ենք մտածում։ Ուղղակի օրինակը կուզեմ տալ։ Երեխան ծնվել է, մեծանում է։ Երեխան եկեղեցի չի գալիս, ծնողը խնդիր չունի։ Բայց երեխան հակուս չունի, ծնողը խնդիր ունի։ Երեխան համալսարան չի ընդունվել, խնդիր է։ Ամեն բան անում է, գնում է արտակնած աշխատանքները, աշխատում է, մեղասու ծուր ճանապարհով երեխային համալսարան են ընդունել տալիս։ Բայց եկեղեցու մեջ չէ երեխան, սա իրեն համար խնդիր չէ։ Առաջնայինը դարել է աշխարհայինը։ Մենք ինչ ենք մտածում, եթե երեխան լավ ուսում ունենա, լավ կրթություն ունենա, լավ աշխատանք ունենա, իրեն ընտանիքը լավ կազմի, ինքը ամենաերջանիկ չէ, ամենաերջանիկ մարդը չէ։ Ամենաերջանիկ մարդը, որ նոր Քրիստոս հետ է ապրում։ Ինչի ես գնացել փոխզիջման։ Երեխան Աստծո հետ կապ չունի։ Դու մտածում ես երեխայի ուրախությունը կապված է ինչ-որ մեկ վիճակի հետ։ Սիրելի քույրս եղբայրս, ուղղակի հարց եմ տալիս քեզ, վաղը որ Քրիստոս գա ու Աստված քեզ վերցնի զավակներդ, ընտանիքդ մնա, ինչ ես մտածելու։ Մի հատ եղբայր ունենք, ընդամենը մեկ հատիկ տղա ուներ։ Ճիշտ դաստիարակեց, վերջնակետում այդ երեխային սպանեցին, ողբում էր։ Թե իրոք դժվար է այդ մեկ հատիկ երեխայի ծնողին մխիթարել։ Ասում է, ես լաց չեմ լինում, երեխայում ես լաց եմ լինում, որ ժամանակին լաց չեղա, որ երեխաս մնար եկեղեցու մեջ։ Տիրոջով խնդրանք է, քուրեր ջան, եղբայրներ ջան, այսօր փոխզիջման մի գնացեք։ Մի նայեք երեխայի պահանջներին, երեխայի չգիտեմ այդ կամակորությանը, նայեք ամենակալ Տիրոջ խոսքին։ Ուղղակի խնդրանք է, մի փոքր էլ հակուկապի մասին եմ ուզում խոսել։ Այսօր երբ որ մենք նայում ենք հակուկապ, միայն խոսում է քույրերի վրա, որ քույրերը այսպես պիտի հագնեն, վերջը քույրերին նկատվում է, բայց եղբայրներին չի նկատվում։ Եղբայրներ, քույրեր, ասա խոսքի մեջ գրված է, որ մեր զարդարանքը պիտի լինի Քրիստոս կյանքը։ Երբ որ մենք խոսում ենք զարդարանքից, մարդիկ առաջինը խորը մտածում են, չգիտեմ, մատանիչ, թևնոց, չգիտեմ ինչ չէ։ Կարդամ էր բոլորի համար Պետրոսի թղթերի մեջ գրված հետևյալ տողերը, ինչ է ասում Պետրոս առաքյալ իրեն թղթերում։ Առաջի Պետրոս 3-րդ գլխի մեջ գրված հետևյալը։ 3-րդ համարից եմ կարդում, որ ձեր զարդարանքը չլինի դրսևանց մազերի հույսելը, ոսկեղենների շարը կամ շքեղ հանդերձներ հագնելը, այլ սրտի ծածուկ մարդը,
հես, հանդարտ, հոգու անեղծությամբ, որտեղ Աստծո առաջին շատ թանկագին է, որտեղ այսպես մի ժամանակ այն սուրբ կանայք, որ իրենց հույսերը Աստծո վրա են դրել, զարտարում են իրենց անձերը իրենց մարդկանց հնազանդվելով։ Այսօր ոչ թե միայն քույրերին է վերապերվում մեզ համար, ուշադրություն դարձեք ինչ ասում Տիրոջ խոսքը։ Գրված է, որ ձեր զարտարանքը չլինի դրսի մազեր հյուսեր ոսկեղենները, այլ սրտի ծածուկ մարդը հես, հանդարտ, հոգու անեղծությամբ, որտեղ Աստծո առաջին շատ թանկագին է։ Աստված ուզում է մեզանից սա։ Քույրեր ջան, եղբայրներ ջան, Աստված ուզում է, որ մեր վրա Սուրբ Հոգու պտուղը լինի։ Աստված ուզում է, Կորինթոս եկեղեցու մեջ գրված է հետևյալը պարգևները։ Սա է զարտարանքը։ Լինում է պարակա, նայում ես ամենագեղեցիկն է հագել, գեղեցիկ մեքենան, լինում է պար, երբ որ խոսում են, ասում են այդ մարդու վրա, այս մարդու հոտ չի գալիս։ Ինչը մարդը հոտ ունի։ Այսինքն այդ վիճակը, նմանությունը կամ բնությունը քույրեր ջան, եղբայրներ ջան, մենք Քրիստոսի հոտն ենք։ Քրիստոսի գառները եւ Քրիստոսի հոտը, որ մենք անուշ հոտ պիտի տարածենք, բուրմունքը։ Մի հարց հետեւյալն է, իմ եւ քո վրայից Քրիստոս հոտը գալիս է։ Իհարկե նաեւ արտաքինը շատ կարևոր է, քրիստոնյան ինչպես պիտի հագնի։ Այսօր աշխարհը լրիվ փոխվել է։ Ես որ շատ անգամ լնում եմ դրսերում, Փաթոս եղբայրը սա կա հաստի, Միացյալ Նահանգներում կանայք էսևի հագուշ չեն հագնում։ Գնացեք մեզ քաղաքները նայեք, կանայք լրիվ մերկ են, միայն մարմնի գույնն է փոխված, կանաչ, կարմիր, սպիտակ։ Միացյալ Նահանգներում այնտեղ էլ կանայք հագուստները հագնում են լեն, սովորական, ոչ թե ցայտուն երևացող։ Կամաց սա մտնում է եկեղեցի։ Քույրեր ջան, խնդրանք սա Քրիստոսին հաճելի կերպով գնանք։ Եղբայրներ, նույնը վերապերվում է մեզ։ Մենք ամեն ինչով պիտի տարբերվենք, թե մեր հագուկապով, թե մեր շարժումով, ամեն տեղ պիտի երևա, որ դու Քրիստոս ես։ Ուշադրություն դարձեք, երբ որ մենք կարդում ենք մարգարության մեջ, ամենակալ Աստված խոսում է մեզ ամեն մեկի, Զաքարիա մարգարության մեջ, այս համարը բազում անգամ կարդացվել է։ Նայեք ինչ ասում Զաքարիան ինձ եւ քեզ։ 8-րդ գլխի մեջ գրված է։ Կարդում եմ 23-րդ համարից։ Այսպես է ասում Զորաստերը, այն օրը կբռնեն ազգերը ամեն լեզուներից է 10 մարդ, այսինքն կբռնեն մեկ հրամարտիկ խանձ ասելով գնանք ցես հետ, որտեղ լսել ենք, որ Աստված ցես հետ։ Հիմա այսօր հարցը հետևյալն է. ինչից ելնելով, ինչ էին տեսը։ Տեսել էին այդ մարդկանց մեջ Քրիստոս կյանք, Քրիստոս զարտարանքը։ Ես էլ ասեմ ու վերջացնեմ, եղբայրները կշարունակեն, բազում անգամ ես միտքը պատմել եմ, մեր Կարուշ եղբոր, չգիտեմ, քերին էր թե հորեղբան էր, մահացե Կարուշ թատրոնի հետևնով էր, հորեղբան էր, մահացե, մեքենաներով որ գնացինք, ասի եղբայրներ, հավատա, մեր քույր եղբայրներին չեք տանում գերեզմանատուն, որովհետև մեքենա չկար, այնտեղ ասի միայն բարեկամներին։ Կակնած զրուցում ենք, մեկը մեքենայով էր, ասեց, ես գերեզմանատուն չեմ գնում։ Վերջը եղբայրները մոտեցան ինչի համար, պարզվա, որ Եհովայի վկա է։ Դե մերոնք է, որ մեկին բռնեն, ինչ կանեն։ 10 հոգով թափան ես մեկի վրա, ես չգիտեմ, որին պատասխան տա։ Կողքից մի հատ անձնարություն մոտեցավ, ինչ ասեց, տղեկ ջան, չգիտեմ դուք որ հավատքից եք։ Բայց երբ որ ես տնից դուրս եմ գալիս, միշտ աղոթում եմ, Կարապետի պաշտած Աստված, ինձի ողորմությունները։ Տերը բոլորիս օժնի, այսպես պիտի խոսեն մեր մասին։ Թող Տիրոջ անունը փառավորվի։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը փառավորվի, եղբայրներ, քույրեր, մենք պիտի փառք տանք Աստծուն այս հնարավորության համար, որտեղ աշխարհում կան շատ երկրներ, որտեղ մարդիկ խաղաղության մեջ չեն։ Պատերազմական երկրներ կան,
մարդիկ ապրում են թաքստոցներում, երեխաները ապահով չեն, խառն են, գիշերները անհանգիստ են, բայց մենք այսօր հավաքվել ենք եկեղեցում պաշտելու Աստծուն եւ այս հնարավորության համար փառք Տիրոջը, գնահատենք Աստծո սերը, ողորմությունը, եղբայրներ, քույրեր, մենք հավաքվել ենք հավիտենական կյանքի համար, դուք հասարակ ժողովուրդ չեք, Աստված ձեզ կանչել է երկնքի համար, մենք պիտի գնանք երկինք, այս երկրի վրա մենք հույր ու պանդուխտ ենք, մեր Տեր Հիսուս Քրիստոսը եկավ այս աշխարհ, ապրավ 3 տարի 6 ամիս, խաչվավ, մահացավ, հարություն առավ, գնաց հոր մոտ եւ եղավ լավագույն օրինակը կյանքի, որ մենք իրան նայելով մեր հոգևոր կյանքը, ինչպես եղբայրները խոսեցին, նմանվենք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, որովհետև ինքը եղբայրներ քույրեր, ինքը ամենակատարյալ օրինակն է Աստծուն պաշտելու, Աստծո որդին։ Ես այս վերջերս մի տատիկի զանգեցի, հարցրեցի ինչպես ես, ասեց որ թողեն եղբայր ջան, լավ կլինեմ, չեն թողնում, խաղաղ մնամ, նույնիսկ ասեց դիտավորյալ բաներ կենեն, որ համբերությունս կորցնեմ, նեղվեմ, եղբայրներ քույրեր, բայց Աստծո որդին ինչպես էս աշխարհի մեջ ինքը այդ ինչ սիրտ ուներ, այդ ինչ կյանք ուներ, որ այս աշխարհը չխանգարեց ինքը հոր հետ մնար եւ երկրպագիր Աստծուն։ Մենք այսօր ապրում ենք մի աշխարհում, շատերի մոտ չի ստացվում, շատերի մոտ հավատքը այդպես իրանց ամեն մեկ իրանց կյանքն ունի, նեղությունը ունի, դժվարությունը ունի, ընտանիքը ունի, ոմանք կան ապրում են բարդ պայմաններում, նյութական կարիքների մեջ, ոմանք կան ապրում են անհավատ ընտանիքներում եւ իրանց շրջապատում կան մարդիկ, որոնք չեն սիրում Աստծուն, բայց հնարավոր է արդյոք այս չար աշխարհում, ինչպես Պողոս առաքյալը ասեց, հնարավոր է արդյոք պահել հավատքը։ Շատերը մտածում են եւ շատերն արտահայտվում են եղբայր ջան, դժվար է, աշխարհը չար է, ում կհաջողվի այս աշխարհում մնալ Աստծո հետ։ Դա հնարավոր է արդյոք, եւ շատերն ասում են ով կարող է սուրբ ապրել, արդար ապրել, այս աշխարհը կթողա, որ մենք ճիշտ ապրենք, Աստծո հետ ապրենք, եղբայրներ քույրեր, բայց ես սկզբից ասի, որ ամենալավագույն օրինակը մեր Տեր Հիսուս Քրիստոսն է։ Ինքը ասեց աշխարհի մեջ նեղություն կունենաք, բայց քաջացեք, ես հաղթել եմ աշխարհին։ Ես գիտեմ, որ դուք բոլոր տեղ ունիք նեղություն, բայց ես չգիտեմ, դուք քաջանում եք Քրիստոսով, դուք նայում եք աշխարհը հաղթողին, մեկը կա, դուք շատերը հնարավոր է համալսարաններ եք ավարտել, շատ գրողների գործեր եք արտացել, երբևէ հանդիպել եք այդպիսի տողերի, որ մեկը ասած լինի, ես հաղթել եմ աշխարհին։ Հիսուսը այսօր հաղթել է աշխարհին, ինքը մեր Տերը այդ հաղթությունը տվել է մեզ եւ սովորեցրել է բանալին ձևը, կյանքը, ինչպես կարող է քրիստոնյան այս աշխարհում մնալ Աստծո մեջ եւ հաղթել այս աշխարհին։ Դու չես կանչվել ինչ որ կարելի չի կարելիների համար։ Դու չես կանչվել ընդամենը արտաքինից հավատացյալ երևալու համար։ Աստված մեզ կանչել է եկեղեցու մեջ եւ կանչել է աշխարհին հաղթելու համար։ Մենք կանչվել ենք հաղթելու այս աշխարհին։ Եկեղեցին պիտի հաղթե աշխարհին։ Եվ դու այսօր ինչպես կկարողանաս հաղթել աշխարհին, միայն մի տարբերակ կա, ունենալով աստվածային բնությունը, վերստին ծնված լինելով Աստծուց, նմանվելով Քրիստոսին եւ ունենալով երկնային կյանք, այս դեպքում է, որ սատանան այլևս անելիք չունի, եղբայրներ քույրեր։
Մենք մի ժամանակ մեղքի ծառա ենք այս աշխարհում, բայց Քրիստոսը մեզի քնեց Հիսուսը մեզ խավարից մեղքից կնեց լինելու իրանը եւ ում հետ է որ ում կյանքում է որ սատանան գործ չունի կան անձնավորություններ այս աշխարհում որոնց հետ սատանան անելիք չունի եւ ուզում եմ կարդամ առաջի Հովանու թուղթ 5-րդ գլուխ 18 խոսքից Գիտենք, որ ամեն ով որ Աստվածանից է ծնված մեղք չէ գործում, բայց նա, որ Աստվածանից է ծնված, իր անձը պահում է եւ չարը չի մոտենում նրան։ Եղբայրներ, քույրեր, այս աշխարհին հաղթելու համար պետք է Աստծուց ծնվել։ Աստվածանից ծնված մարդը մեղք չի գործում, որտեղ էլ ինքը ուզում է ապրել այս չար աշխարհում, իր ներսը ուրիշ կյանք է, Աստված ընտրել է իրան, այս աշխարհից վերցրել է, ինչպես Հիսուսը ասեց, ես իմ խոսքս տվեցի ձեզ եւ աշխարհը ձեզ ատեց, որտեղ դուք աշխարհինը չեք, եւ հարց է առաջանում, մենք ապրելով այս աշխարհում արդյոք մեր ներսիտին աշխարհն է, եթե մեր ներսը աշխարհն է, սատանան մեղքը կբռնե մեզ, մեղքը կբռնե մեզ նրանց, ովքեր չունեն աստվածային բնություն, մեղքը կբռնե նրանց, ովքեր ամեն օր Քրիստոսի պատկերով չեն նորոգվում, եւ այս աշխարհի մեջ կգնենք փորձությունների մեջ, ցանկությունների մեջ, դժվարությունների մեջ, մի պատճառով, որտեղ չունենք աստվածային բնություն, վերստին ծնված մարդը, եղբայրներ, քույրեր, ինքը իր անձը պահել գիտե, սատանան նրան չի մոտենում, որտեղ իր կյանքում ապրում է Աստծո խոսքը, որտեղ ինքը եկել է ոչ թե մի քանի օրենքներ պահելու, ինչ որ կարելիներ ու չի կարելիների ցուցակին այդպես պահելու, նա եկել է կյանքի իմաստը տեսնելու Քրիստոսի խոսքի մեջ, եղբայրներ, քույրեր, այսօր մենք եկել ենք հավատքի մի բանի համար, որ հավատք Աստծո խոսքը դառնա մեր կյանքի իմաստը, որտեղ եթե Աստծո խոսքը մեր կյանքի իմաստը չէ, այլ մեր հավատքի նպատակը հետևյալն է, որ Աստված որպես ամենազոր մեր նպատակներն ու երազանքները իրականացնե, Աստված քննում է մեր ներքին աշխարհը։ Ինքը գիտե քո ներսդ, դու այսօր կամք ունիս ապրելու իր հետ, կամք ունիս այսօր կյանքի իմաստը տեսնում ես Աստծո խոսքի մեջ, քո կյանքը Քրիստոսն է, գրված է, որ վերստին ծնված մարդիկ դի աշխարհին հաղթեն, ով է որ կհաղթե աշխարհին, նա որ կհավատա Հիսուսն է Աստծո որդին, եղբայրներ, քույրեր, այսօր մենք կանչված ենք հաղթելու աշխարհին, եւ դա հնարավոր է, որտեղ այն հավատքը, որ քո մեջ բնակվում է երկնային կյանքի վրա, Քրիստոս կյանքի վրա, այդ հավատքին սատանան մոտիկ չի գալիս, եղբայրներ, քույրեր, նա անելու բան չունի, նա եկավ Աստծո որդուն փորձեց, բայց Աստծո որդին ինքը խոսքը լինելով այդ խոսքը իր առաջ դրեց, եւ սատանան անելիք չուներ, ասեց թողեց եւ գնաց, նա փորձում է տարբեր կերպերով եւ ուզում է գցել հավատացյալներին դժվարությունների, փորձությունների մեջ եւ շատերը, որ ընկնում են մեղքի մեջ, մեղադրում են աշխարհին, բարեկամներին, ընտանիքի անդամներին, բոլորին, բայց ոչ մեկը մեղավոր չէ, որտեղ մենք ենք մեղավոր, որ չենք կրում այդ բնությունը, երբ որ մենք ընկնում ենք մեղքի մեջ, ոչ մեկը մեղավոր չէ, եղբայրներ, քույրեր, որտեղ նույն Հովանու այս թղթի մեջ 3:9-ում է ասում, վերստին ծնված մարդը չի կարող մեղանչել, որտեղ Աստծո սերմը խոսք իր մեջ բնակվում է, եւ նա իր անձը աշխարհից պահել գիտե, եղբայրներ, քույրեր, Ավետարանը հորդորում է, որ ապրել հնարավոր է ապրել, եթե դու ապրում ես հոր հետ, հոր մեջ եւ հայրը քո մեջ, հնարավոր է հաղթել այս աշխարհին, եթե քո կյանքը Քրիստոսն է,
Եթե ունես աստվածային բնություն, հնարավոր է, որ դու մնաս իր մեջ մինչև վերջ, ինչպես այս աշխարհը ամեն ինչ արեցին, ամեն մեթոդները օգտագործեցին, որ հորից որդուն բաժանեն հորից, իր ուշադրությունը կտրեն երկնքից, ամեն ինչ արին, բայց նա հաղթեց անարգանքին, հաղթեց սովին, նեղությանը, վիրավորանքին, խաչին, մավանը, ամեն ինչ հաղթել նշանակում է այդ ամեն ինչի մեջով անցնել եւ մնալ հոր մեջ։ Սա է հաղթությունը։ Հաղթություն չի նշանակում միայն պաշտամունքի գալ, հաղթություն նշանակում է անցնել տառապանքների, նեղությունների միջով, վիրավորանքների, անարգանքների, ծաղրանքների, թուքի, նախատինքի եւ վերջում նորից մնալ հոր հետ, հոր մեջ եւ ուշադրությամբ, ներքին ուշադրությամբ չկտրվել երկնքից եւ ապրել Աստծո կամքի համաձայն եւ անարգել պաշտել Աստծուն եւ սա է երկնային կյանքը, որ որդին ոչ մի բան չխանգարեց որդուն կտրվել հորից։ Եղբայրներ, քույրեր, սա ավետարանի գաղտնիքն է, աստվածային կյանքը մեր մեջ, որ բերեց մեզի ազատություն, ոչ թե այն ազատությունը, որ աշխարհը տվեց, նա բերեց մեզի ազատ Աստծուն պաշտելու։ Քրիստոս կյանքը ազատեց մեր ներքին աշխարհը ամեն կապանքներից, այս երկրի վրա աշխարհի սկզբունքներից ազատեց մեզի պաշտելու Աստծուն։ Եվ այդպես ապրել են բոլոր սուրբերը, նրանց աստվածապաշտությունը կախված չի եղել աշխարհից, նրանք պաշտել են բոլոր վիճակների մեջ, եղել է սով, դժվարություն, մերկություն, անարգանք, գովեստ, պարսավանք, ամեն ինչ մավան գիրգն են գնացել, բայց իրանց ներքին աշխարհը մնացել է Քրիստոսի հետ, որտև այդ կյանքը այդպիսին է, աստվածային բնությունը, հաստատությունը, երկնային կյանքը այդպիսին է, եղբայրներ, քույրեր, նրա ուշադրության կենտրոնում, նա այն ծաղիկի նման է, որ ինքը բացվում է դեպի լույսը, այդ ծաղիկի նման է, որ ինքը սիրում է լույսը, իսկ խավարը չի սիրում։ Գիտեք չէ, այդպիսի բույսեր կան, իրանք արեգակն են սիրում։ Եղբայրներ, քույրեր, այդ բնությունը, երկնային կյանքը, դա եղբայրներ, քույրեր, կապ չունի այս աշխարհի հետ։ Դրա համար, երբ որ մարդկանց սա բացվել է, Քրիստոսի բերած ազատությունն է բացվել, նրանք պաշտել են Աստծուն անարգվելուց, չարչարվելուց, պաշտել են վիրավորվելուց, ոչ մի մարդկային հարաբերություն, ոչ մարդկանցից են կախված եղել, ոչ կերակուրից, ոչ հագուստից, ոչ փողից, ոչ հիվանդությունից, ոչ մի բանից, նրանց ներքին աշխարհը եղել է ազատ Աստծուն պաշտելու հարցում անարգելք, որտև Քրիստոս այդ ազատությունն էր բերել, նա կյանք ուներ, եւ այդ կյանքը հոր կամքի մեջ ապրելն էր, եւ եթե այսօր դու ունես կյանք, սատանան գործ չունի, որտև ինքը բերում է քեզ կյանքի առաջնորդում, կյանք է առաջարկում, ինչպես Հիսուսին ասեց, քեզ եթե ընկած երկրպագես փառքը, այս աշխարհի փառքը, եղբայրներ, քույրեր, բայց Հիսուսը ասեց, հայր, այն փառքը, որ ինձ տվիր, ես նրանց տվի, որ նրանք մեկ լինեն։ Այսօր հոգևոր մարդը, Քրիստոս կյանք ունեցող մարդը փառքի կարիք չունի։ Սատանան չի կարող իրան բռնել ոչ նեղությամբ, ոչ փառքով, ոչ եսով, ոչ մարմնի ցանկությամբ, որտև այդ ամենը իր անձի կյանքը խաչվել է։ Սատանան բռնվելու տեղ չունի, որտև ինքը մեռել է այս աշխարհի համար, իր մեջ ապրում է Քրիստոս, նա կհաղթե աշխարհին, որտև իր կյանքի իմաստն է, աստվածապաշտությունը ոչ թե ցույց տալու համար է ուրիշներին, հավատքը իր կյանքի իմաստն է, ապրել ու առաջնորդվել Աստծո խոսքով եւ դրանով դրա մեջ հարատևել։ Դրա համար, եղբայրներ, քույրեր, մենք նայում ենք Պողոս առաքյալի կյանքին, որ ինքն էլ այսպես նայում ես մարդկանցից ազատ էր, մարդկային հարաբերություններից ազատ էր, ոչինչ իրան ներքին աշխարհը չէր խանգարում նայել Աստծուն, իրանը ինքն էլ ունեցել է չուզողներ, ինքն էլ ունեցել է մարդիկ, որոնք Կորինթոսի եկեղեցին մի պա չէին ընդունում իրան որպես առաքյալ,
ինքը թուղթ էր գրել եւ մարդիկ տրտմել էին եւ շատ վիճակներ է եղել եւ ինքը գրել է այդ բոլոր վիճակների մեջ մենք նման ենք տրտմած մարդկանց աշխարհը մեզ ասում էր տրտում են սրանք ամենատրտում մարդիկ են հոգնած մարդիկ են ոչինչ չունեցող մարդիկ են աղքատ մարդիկ են մոլորեցնողներ մարդիկ են բայց Պողոս առաքյալը այնքան ներքին ազատություն ուներ որ ինքը նայելով Աստծո խոսքին ինքը նայում էր որ ինքը ոչ թե մոլորեցնող է չնայած շատ մարդկանց կարծիքներին այլ ինքը ճշմարիտ է ինքը ոչ թե ոչինչ չունեցող է այլ ամեն բան ունեցող է ոչ թե աղքատ է այլ շատերին հարստացնող է եւ ինքը ուներ կյանք ապրելու եւ այդ կյանքը եղբայրներ քույրեր եթե դու գտել ես այդ կյանքը քեզ ոչինչ չի խանգարում այս աշխարհում քայլել Աստծո հետ եթե դու գտել ես այդ կյանքը դու ապրում ես այդ կյանքի հետ դու կախված չես մարդկանցից գովեստներից փառքերից քո աստվածապաշտությունը երկնքից է կախված որտեղ երկնքից իջած հացը Հիսուսն ասեց ես եմ երկնքից իջած հացը այն հացը որ դու ուտում ես եւ քո հոգիդ ճաշակում է դա երկրավոր չէ երկնքից է իջել դու ուրիշ հաց ունես ուտելու այդ հացի հետ սատանան գործ չունի ինքը ուրիշ հաց է բերում ուրիշ կերակուր մեղքի փառքի երկրավոր անձի ցանկությունների բայց դու ունես հաց ուտելու եւ նա ոչինչ չունի անելու այն քրիստոնյաների կյանքում որոնց կյանքի մեջ արհամարված է աչքերի ցանկություն մարմնի ցանկություն այս կյանքի անբարտավանություն նրանք այս որը Աստծուց չէ հավատացյալների կյանքում տեղ չունի եղբայրներ քույրեր դու Աստծո բարեկամ ես աշխարհի բարեկամ չես հնարավոր է որ լինես արտակնապես հավատացյալ բայց ներսդ աշխարհի բարեկամ լինի եւ բռնվես մեղքի մեջ գնես մեղքի մեջ եւ չլուսավորված լինելով մեղադրես մարդկանց եղբայրներ քույրեր ոչ մեկը մեղավոր չէ այդ կյանքը ես շատ անգամ այդ օրինակը բերել եմ եթե դու մի պտղատու ծառ խնձորի ծառը տանես չար մարդու փագում տնկես ինքը տալու է եթե հիմա պատերազմներ են գնում այդ մեծ սնարյադները կընկնեն մի չգիտեմ միջագետքում չգիտեմ այնտեղ ինչ ծառներ կան միևնույն է այդ ծառները 10 կտոր լինեն իրանց տեսակը չի փոխվի խնդիրը նա է որ դու կանչվել ես կյանքի տեսակդ փոխվելու դու չես կանչվել ինչ-որ մի քանի օրենքներ պահելու, քեզ արտաքինից հավատացյալ շինելու, դու կանչվել ես նոր արարած լինելու, Աստված քեզ կանչել է քո մեջից աշխարհը հանելու, եթե դու համաձայն ես, որ քո մեջից աշխարհը հելնի եւ տեղը լցվի Քրիստոս կյանքով, ուրեմն դու կհաղթես աշխարհին, եթե դու համաձայն ես քո փառքը տնես Քրիստոսի ոտքերի տակ, լցվես Աստծո փառքով, կհաղթես աշխարհին բայց դու կարող է լինես արտակնապես հավատացյալ, բայց փառքից չհրաժարված քո ներքին կյանքում, քո անձի կյանքը ավելի սիրես, քո եսը ավելի սիրես, քան Աստծո խոսքը, եւ հիշիր, որ այդ դեպքում կբռնվես, քանի տարվա հավատացյալ ուզում ես լինի, եթե փառքից չես հրաժարվել, աշխարհը մեջիցը չի ելել, աշխարհի սկզբունքները, տեսակետները, աշխարհի պես եղբայրն ասեց, ապրելը, մտածելը, խորելը, աշխարհի նման վարվելը, ներսիցը չի ելել, բռնվելու ես, սատանան գալու է աշխարհի հետևից, նա չի գալու Քրիստոսի հետևից, նա գալու է մարդու ներսի աշխարհի հետևից, եթե աշխարհը մեր մեջն է, չարը դռան մոտ կանգնած է եւ չարը դռան մոտ կանգնած է եթե աշխարհը եղբայրներ քույրեր իսկ դուռը մեզանից հեռու չէ ինչի Տերը ասեց Կայեն մեղքը դռանը մոտն է դուռը մեզնից հեռու չէ եղբայրներ քույրեր դրա համար այսօր հնարավոր է ապրել սուրբ կյանք եթե մեզի կյանք մարդիկ այնպիսի պայմաններ են ստեղծվում, որ մենք չենք կարողանում հավատքը պահել, սա նշանակում է, որ մենք սուրբ սիրտ չունենք, եղբայրներ քույրեր, բազում օրինակներ են եղբայրները բերել, դուք պատկերացրեք, որ այս բաժակի մեջ ցեխաջուր է լցված,
այս բաժակի մեջ ոչ թե մաքուր ջուր է, ցեխաջուր է լցված։ Ինքը հանգիստ այստեղ կանգնած է։ Բայց երբ որ ես խփեմ այս բաժակը ընկնի, իրանից ցեխաջուրը թափվի եւ տարածվի, ես հարց կուտամ ձեզի, արդյոք ես եմ մեղավոր, որ իրա մեջ ցեխաջուր է։ Արդյոք ես եմ մեղավոր, որ ինքը լցված էր ոչ մաքուր անոթ չէր, իրա մեջ ցեխ կար։ Իհարկե ես խփեցի, մեղավոր եմ այնքանով, որ խփեցի, բայց մեղավոր չեմ, որ իրա մեջ ցեխ կար, եւ դա պատճառ էր։ Մենք մեղադրում ենք մարդկանց, եղբայրներ, քույրեր, բայց ես մի բան գիտեմ, մաքուր սիրտ ունեցող աշխարհին կհաղթե։ Նա մաքուր սիրտ ունեցողի մեջ Քրիստոսը կապրի, իր կյանքի իմաստն է։ Նա ապրում է այս աշխարհում, բայց ինքը հայրական տուն երթալու ցկտում ունի։ Կիմանաս, երբ որ Հովսեփին եղբայրները հանդիպան, իր առաջի հարցն էր. իմ հայրը ողջ է, եւ ինքը ուզում էր իր սիրտը միտքը այդքան տարիներ Եգիպտոսում ապրել էր, ոչ մեկը չգիտեր, բայց իր սիրտը հայրական տանն էր։ Եվ դա մեր կյանքից երևում է, եղբայրներ, քույրեր, դա մեր դավանանքից, մեր վարկից, մեր կյանքից երևում է, մենք երկնայինն ենք փնտրում, թե այս երկրի վրայինները, եղբայրներ, քույրեր, Տերը թող օրհնեց ես, իմաստություն ու շնորհք տա, հնարավոր է հաղթել աշխարհին, մենք աշխարհին հաղթողի բարեկամներն ենք, Հիսուս Քրիստոսի բարեկամն ենք, նա մեզ որդիներ է կոչել, նա հաղթել է աշխարհին, Սատանան իր ոչինչ չի կարողացել անել Աստծո որդուն, որտև աստվածային կյանքը վեր է, աստվածային կյանքը անմահ է, եւ մահը ոչինչ չի հաղթել, դրա համար այն մարդիկ, որոնք այս կյանք իրանց մեջ կրել են, եղել են աշխարհում անվախ, մավան բերանն են քնացել, եւ Պողոս առաքյալն ինքը ասեց. ինչ եք անում, որ սիրտս ճմլում եք, ես ոչ միայն կապվելու Երուսաղեմում մեռնելու էլ պատրաստ եմ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունի համար, որտև այդ անունը բարձրացել էր, այդ անունը իրական էր, այդ անունը մեռած եւ հարություն առած անունն էր, այդ անունը Պողոսը հանդիպած էր այդ կենթանի անվան Տիրոջը, կենթանի Քրիստոսին, եւ նա անվախ էր այս աշխարհում, ոչինչ այդքան նեղություններից անցավ, իր խաղաղությունը մնաց տեղը, ուրախությունը մնաց տեղը, կյանքից ոչինչ չպակսավ, որտեւ ինքը սնվում էր երկնքից եւ իր ներքին աշխարհը հաղորդ էր երկնքի հետ, եղբայրներ, քույրեր, բերեք խոստովանենք, որ մենք շատ անգամ կորցնում ենք այդ հաղորդակցությունը, իրականում երկնքի հետ կապը, Աստծո խոսքի հետ կապը պակաս է մեր կյանքում, մեր ուշադրությունը ավելի շատ երկրավոր բաների վրա է, եղբայրը ասեց, մենք ավելի շատ նայում ենք եւ մարդիկ ստեղծվածները մեր կյանքում ավելի ուշադրության կենտրոնում են ստեղծվածները, քան թե ստեղծողը, բերեք խոստովանենք, եղբայրներ, քույրեր, Երանի թե ինչքան որ մեր թորնիկին ենք ուշադիր, դրա ավելի շատ Տիրոջը այդպես ուշադիր չենք, ինչքան են մեր թորնիկին, ես ասել եմ շատ անգամ, էլի ինչքան լինում է, որ մեկի երեխան ինքը 85 տարեկան է, տղան 65 տարեկան է, էլի հետաքրքրվում է, տղաս հաց կերավ, թորնիկին հարցնում է, պապան եկավ, հանգիստ էր, նեղված էր, թող պարկի, թող քնի, թող հանգստանա, հաստրեք, թող ուտի, եւ մենք այնքան ուշադիր ենք այս կենցաղային առօրյա կյանքին, աշխարհին, երկրին, մարդուն, մարմնին, ոչ այնքան Քրիստոսին, դրա համար այդ անունը, եղբայրներ, քույրեր, մեր կյանքի մեջ պիտի բարձրանա, Աստված, նախանձոտ Աստված է, ինքը գրել է Հին ուխտի մեջ 10 պատվիրանների մեջ Աստված չի ուզում մեր սրտի մեջ ավելի թանկ բան լինի, բացի իրանից, ինքը նախանձոտ Աստված է, պահեց Իսրայելին, կերակրեց Իսրայելին, տարավ Իսրայելին, հրաշքներ գործեց, ազատագրեց ծովից, ճեղքեց, տարավ, ամեն ինչ արեց, բայց Իսրայելը գնաց ուրիշի, ասեց Աստված։ Եթե մենք ունենանք որդի, մենք պահենք, մեծացնենք, իրան կյանք տանք, իր համար այրուն թափենք, իրան պահենք, ինքը գնա հարևանի մայրիկին մամասը,
ինքը կնա հարևանի հայրիկին պապասե, արդյոք մեր նախանձը չի շարժվի, եղբայրներ, քույրեր, Աստված այն մարդիկ, որոնց սրտի մեջ այս աշխարհում ամենաբարձրը ինքն է ու իր խոսքը, նրանք հաղթելու են աշխարհին։ Այն մարդկանց կյանքում, որ բարձրանում է Աստծո խոսքը ամեն օր, եւ ինքը գիտե, որ ամեն բան, ամեն ստեղծված երկնքում, երկրի վրա ինքն է ստեղծել, եւ ինքը տերերի Տերն է, թագավորների թագավորը, ամեն բանից առաջ ինքն է, առաջինը։ Եվ եթե մեր կյանքում էլ ինքն է առաջինը, դու հաղթելու ես, դու հավատքը քեզի համար ժամանակ չէ անցկացնելու, ինչ որ օրեր ես մաշեցնում, անցկացնում Կիրակի օրը, եկար պաշտամունքի քեզի խշմտանքդ հանգստացրիր, լավ է այսօր պաշտամունքի եղա, բայց հավատքը, եղբայրներ, քույրեր, եթե կյանքի իմաստ չէ մեր կյանքի մեջ, մենք պարտվելու ենք, եղբայրներ, քույրեր, Տերը թող օրհնեցես, իմաստություն ու շնորհք տա, քաջացեք, նեղություն ունեք, դժվարություն ունեք, բայց Հիսուսը հաղթել է այս աշխարհին, Տերը թող օրհնեցես, եղբայրներ, քույրեր, փառք Աստծո, որ մենք եկեղեցու մեջ ենք, փառք Աստծո, որ այս խորհուրդները եւ Քրիստոսը մերն է եւ բացվել է մեզ եւ մենք մեզ ընտանիքի անդամն ենք, փառք Աստծո իր բոլոր ողորմությունների եւ շնորհքի համար, մի վախեցեք, ընկած եք, նեղված եք, կստացվի, էլի կկանգնենք, էլի կնայենք Աստծուն, կան սխալներ, թերություններ, Քրիստոսի արյունը կարող է մաքրել, շիտկել եւ տալ հնարավորություն նայելու իրան, մի հիասթափվեք, Տերը թող օրհնեցես, ամեն։